Մերոնք գետը եմ, կայքի եթերում ես շարունակում եմ, մերոնք շարքը բարևձեզ, մեր գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Արդեն քանի օր է այդ չարաբաստիկ փաստաթղթերը հրապարակելուց հետո անընդհատ, այսպես ասած, խոսել այդ մասին, թե չխոսել, բայց սկզբունքորեն ամեն ինչ ասված է այդտեղ, բայց կարծում եմ կարիք կա մեկնաբանելու։ Մինչ այդ հիշեցնեմ մի բան, երեք ոչ անհայտ Չարիկ Քոչարյան Ռոբիկը հանկարծ խոսում էր, որ ինչու մեկը հարց էր տալիս, կներեք, չգիտեմ էլ դրանք ովքեր են, ինչացու են, ինչ սերվածք ունեն, բայց այդ հարց տվողը ասում էր, ինչու չձարփակալեցիք Լևոն Տեր-Պետրոսյանին։ Սա էլ ասում էր, եկա տեսնե, Երևանը երկու փողոց ընդամենը լույս ուներ։ Լիքը խնդիրներ, ես հիմա նախկիներին ձերբակալելու, լսիր, այ Քոչարյան Գեղչուկ, ով տագետ, այն որ Երևանում երկու փողոց լույս ուներ, այդ նրանից էր, որ Երևանը իր ողջ էությամբ, իր բնակչությամբ, իր ռեսուրսներով Արցախում էր, այդ այն էր, որ իմ Եվ ինպես շատերի երեխաների թշերը բարուրում ճակել էր ցրտից, որովհետև վառելափայտ չունեինք, բայց մենք Արցախում էինք, մեր մայրերը կտրոնով հաց էին առնում, որ որոշ անբարոյական մոր սերվածքներ, անհասկանալի հայրերի ծնված անասուններ, հետո դառնան միլիարդատեր ու միլիոնատեր և պղծեն Արցախը։ Մյուս անգամ չհամարձակվես Երևանի անունը այդպես տալ երևանցու ու հայ ժողովրդի, դու ու քո նմանները հայ ժողովրդի հետ բացարձակ կապ չունեն։ Այն որ Վազգեն Սարգսյանը վերջում պարզել էր, թե քանի անասուն, ովքեր պաշտոնի էին Արցախում և Հայաստանում, քանի միլիարդ ու քանի միլիոն դոլար ունեն շվեյցարական բանկերում, երբ Ամերիկայից եկավ, այդ նախրին կանչել էր, կարողա դրանց մեջ նաև դու էլ կայր, Ռոբիկ, ու լաց էր լինում վիրավորանքից Վազգեն ասում, այ անբարոններ, էս որ տեղի ձեզ, էս ինչ է կարել, այ անասուններ, ու հիմա խոսել, ես որ եկա Երևանում երկու փողոց կիսալուսավոր բան, չէ հա, գեղ էիր եկել, էս թշնամաբարո արարածները, այստեղ ես Լևոն Տեր-Պետրոսյանից ահավոր դժգոհ եմ, գուցե հենց դրա համար պիտի Տեր-Պետրոսյանի ձերբակալեին, որ այս չարիքները հայտնվեցին Հայաստանում, որ ինքը այնքան կամք չդրսևորեց, որ կարգավորի Արցախի հարցը, գանք փաստաթղթերին, բոլորը իրենց պատառոտում են, Նիկոլը 19 թվականին բանի տեղ չի դրել ինչ-որ մի առաջարկ, գուցե, Նիկոլը ինձ համար, իմ աչքի լույսը չի, Նիկոլը համար մեկ մեղավորներից մեկն է, որ մենք Արցախը հանձնեցինք։ Նիկոլի ԿՊ կուսակցությանը ես երբեմն ասում եմ քայլող պատահականություններ հայտնվեցին մեր իրականության մեջ, բայց մինչ այդ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկեց սա է ելքը։ Այդ Քոչարյաններն ու Սերժիկները, որ իրենց դաշնակ պարագլուխ կոչվածները, որ իրենց պատեպատ տվեցին, աման հողն արունով վերցրել ենք, արունով էլ հետ կուդանք, մոռացաք ստորարածներ, բա ինչու այդքան տարիներին Տեր-Պետրոսյանին ռադարեցիք, բա ինչու երկիրը չամրացրիք, 11 տարեկան Սեդրակ Քոչարյանը 92 թվականին ես Արցախում էի, հանկարծ 22 տարեկանում միլիարդատեր դառավ, ձեր 7 սերնդի քթից կա, լավ որ չունենաք, դուք ոչինչ չարեցիք, դուք ընդամենը ժամանակ ձգեցիք։ Վազգեն Սարգսյանին հոկտեմբերի 27-ին երկու համասեռամոլ սպանեցին, մեկը Նայիրի Հունանյանն էր, ով արուն էր Տիգրան Նաղդալյանի, միջև Տիգրանին շատ էր սիրում Քոչարյանը, չգիտեմ ինչու էր սիրում։ Զենքը, ինչպես ճշտվեց, շարժական կայանով էր մտել ազգային ժողով հեռուստաընկերության, ոչինչ պատահական չկար։ Նրան էլ սպանեցիք, Վազգեն Սարգսյանը մի բան հասկացավ, եթե չենք տալիս, մենք պիտի Արցախը
պնդասնենք, մենք պիտի մեր սահմաններն ու մեր երկիրը պնդասնենք։ Մենք ունեինք այդ հնարավորությունը, մենք էլի տալոնով, կտրոնով հաց կառնեինք։ Բայց Վազգենին խփեցին ու որոշ անասուններ մնացին այս երկրի ղեկին։ Եվ տարիներ շարունակ խփեցին բոլորին։ Հարցը լուծում ենք, հարցը չլուծվեց։ Ադրբեջանը այդ ընթացքում հասկացավ, որ այս երկրի ղեկավար կոչվածները պարզապես դավաճան, սինլքոր, ստոր, անհայրենիք, սեփական հորը իրական ծագումը իրենց չիմացող արարածներ են։ Սրանք այս երկիրը բսկտում են, ասեց ես հիմա կառնեմ։ Առավ զենքը եւ վերջում, երբ դուք տեսաք արդեն, որ վերջանում է ամեն ինչ, այդ քայլող պատահականություններից գտակ Նիկոլ Փաշինյանին, որ գա, կպան եւ իշխանություն հաստատի Հայաստանում։ Եվ ձեր այսպես ասած պլանը այսպեսին էր, այս հարցը կլուծվի, Նիկոլին ռադ կանենք, մենք նորից հետ կգանք, կդառնանք, գուբերնիա ինչ մնացել է մնացել, բայց ոնց կլինի, որ մենք այսքան թալել ենք, հանկարծ մենք լինենք իշխանավոր ու պարտվենք։ Ուղղակի Նիկոլը ձեզանից ավելի խորամանկ դուրս եկավ, կամնենք, սա է իրականությունը։ Եվ հիմա խոսել այդ մասին, թե գիտեք 19 թվին Միսկի խումբը բան էր առաջարկում ու այդ կեղտոտ Նիկոլը չարեց, Նիկոլը էլ ոչ ոք էլ որ աներ։ Նիկոլը տեսավ ինչ ունի իր ձեռքին, ձեր դրած կադրերը Արշակ Կարապետյանների, Դավիթ Տոնոյանների եւ մնացածների տեսքով հույս տվեցին, որ ամեն ինչ ունենք, այնինչ իրականում եւ Արշակ Կարապետյանները եւ մյուսները գիտեին թշնամին հարձակողական ինչ զենք է ձեռք բերել։ Եվ կամ պիտի Նիկոլը հայտարարեր, որ ժողովուրդ այսպիսի բան է մենք այդ տարածքները հետ ենք վերադարձնում, դառնալու էր անեծքի առարկա, բայց հրաժարական էր տալու, այս դեպքում իշխանությունը ոչ ոք չէր վերցնելու։ Կամ պիտի Նիկոլը փորձեր ուժով պահել ու պահպանել ինչ որ կարող էր։ Ցավալիորեն, էլի ուժով մերոնք կպահեին, եթե ձերից բուծած Քոչարյաններ ու Սերժիկներ ու դաշնակ բարագլուխներ, անամոթ հառամ մարդիկ, եթե ձերից բուծած ու փչացրած երկու փամփուշտ կրակած գեներալներն ու զինվորականները արդեն ծախված ու պրծած չլինեին։ Մի պատմություն պատմեմ, միջև պատերազմը սկսվելը, միջև 20 թվականի, միջև 44 օրյան։ Հենց արցախցի մի ընկեր, ով համակարգում էր հատուկ հանձնարարությունը պաշտպանության նախարարի, հետաքննությամբ գնում է Արցախ, վառելիքի հետ կապած ու պարզվում է, որ հազարավոր տոննաներով վառելիք այս տարիներին դուրս են գրել ու լափել։ Ավելին, Խոջալում դրված շոքեքարշը, տեպլավոզը, նրա վրա անգամ վառելիք էին հարյուրավոր տոննաներով դուրս գրել ու յուրացրել։ Եվ այս ընկերը ինձ կանչեց համարյա լաց էր լինում, ասեց դու հասկանում ես, սրանք մեր ընկերներն են, ում հետ մենք ժամանակին պատերազմ անցանք, այս կամանդիրները կարգին տղերք են, բոլորին կանչել եմ, ասում եմ տղերք, հասկանում ենք ում հրահանգով ինչ է կարել։ Այսօրվանից մոռանում եք, որ դուք դա պիտի անեք, գոնե, նրանք պատասխանը կտան, նրանց մենք կգտնենք, բերման կենթարկենք կամ պատասխանատվությամբ։ Ու արտասվելով ասաց, գիտես ինձ ինչ ասին, ասին դու ուզում ես մեր մի կտոր հացից մեզ կտրես, կգյուլենք քեզ, այս ա եղել Սերժենց ու Ռոբենս թողած բանակը ու զինվորականները մենք էլի կհաղթեինք, եթե այդ վիճակում չլներ նաև այն մարդկանց խումբը, ովքեր ժամանակին երկու փամփուշտ կրակել էին, արժեքը գիտեին, բայց քաղաքական իշխանությունները դարձրեցին ստոր ստահակներ։ Եվ արդյունքում, այո, 100 հազարավոր մեր հայրենակիցները իրենց տաներից ու իրենց հարազատների գերեզմանը թողեցին ու դուրս եկան։ Եվ այդքանից հետո գալ էստեղ նստել, ինչ որ մի գավառամիտ, ինչ որ մի էկրանից նայում ես, հոտ է գալիս, Երևանը բան չկար տակը, տո լավ է, արա, տո դու Երևանցին գիտես ինչ էր, դու գիտես Երևանն ինչ էր, այն ինչ էր, այ Ալիևի համար նարգիլե մատուցող ու գեղեցիկ աղջիկներով գիտի քանիսն ես տարել, էս չեք եղել, Երևանը չուներ, որովհետև
Երևանի ողջ ռեսուրսը Արցախում էր, Հայաստանի ողջ ռեսուրսը Արցախում էր։ Երևանում լույս չկար, Արցախում լույսը չէր կատարվում, այո։ Սա այդ փաստաթղթեր կոչվածի մասով, ավելի քան վիրավորական է։ Արդարացնելու բան չունեմ, Նիկոլ Փաշինյանը, այո, չուզեց իշխանությունը կորցնել եւ որոշեց, որ էլ իր այդ խորհրդականներն էլ արշակ-մարշակներով բանով, որ հեսա 500 տղա է մի բան կանի։ Մարդկային ռեսուրս անգամ վերացրել էին Քոչարյանենք։ Էլ ինչ ասեմ։ Սա է իրականությունը։ Հիմա գանք սրբազան արշակ կոչվածին, ում ձերբակալել են, նաև ուրեմն խոսենք այն թեմայով, որ Շիրակի թեմի տերտերները հանկարծ ձայն են բարձրացրել, որ հանկարծ մեր 7 վերքում մենք չենք անի, մենք Սուրբ Կտրիչի ամորձներից կախված սրբազաններս ու եկեղեցականներս թույլ չենք տա, իսկ եթե որևէ մեկը կանի, ոչինչ, 7 վերքը թուրքին էլ է դիմացել, Նիկոլին էլ կդիմանա։ Լսեք, դուք ամոթ չունեք, դուք էդ ինչ հաց եք ուտում, օրը 150 ջիգր, որ աստոտ եք կանչում, բա ձեր մտքից չանցավ, ասեի կարակ, կտրիչ ես, ինչ ես, այդ շքանշանը, որ Պուտինը բերեց կախեց քու կեղտոտ դոշին, ով ողորմելի, ստոր արարած, ինչի համար կախեց, բա Պուտինին չասիր քու զինվորը, քու գեներալը, հենց գյումրեցի զինվորներին, Արցախում, Հադրութում հանձնեց թուրքերին, խապեց, զենքերը վերցրեց ու հանձնեց, դու ինչ կաթողիկոս ես, ով կենթանի, որ մի անգամ բերանդ չբացեցի, բա դուք, որ հոգևորական կոչված եք, որ Աստծու հետ ամեն օր իբր խոսում եք, Աստված պապազի ձեր նմանների գլխին, բա մեկ անգամ չասեցիք, լսի, ինչ որ մի կարտոլի տեսքով ապուշ Լուկաշենկո անվամ, ինչ որ մի Բելարուսի համբալ նախագահ, արհամարում է մեզ, ասում է ով են այդ հայերը, ուր պիտի կորչեն, բա չասիր արագ կտրիչ ես, ինչ ես, այդ ում հրավիրով ես գնում, հասնում Բելարուսիա, ով է քեզ այդ իրավունքը տվել, հիմա ես ինչ մի հայրենասեր ու աստվածապաշտ եք դարձել, են որ կտրիչ հաչուձախ դոմփում էր, են մյուսը քերակնոջներ դոմփում, հələ դուք պղծության աստիճանը պատկերացրեք, պղծության աստիճանը, հա, ես են գլխից եմ ասել, ամորձատեք դրանց կամ էլ փոխեք այդ ամեն ինչը, տղամարդ է, առավոտն արդացել է, տղամարդ է, կարիք ունի, երից կինն էլ սիրունա, շատերը գիտեք ինչ եմ ասում, այդ սրբազանները քանի տերտերի կնգա են օգտագործել, հանկարծ չասեք, քանիսի տունն եք հանվել կամ այդպես ապրում եք, քանի կնոջ են ծուռ աչքով նայել, բայց մարդ իր սեփական մահացած քեռու կնոջ հետ քնի անկողին, այս ձևի պիղծ մարդը ինչ կապ ունի եկեղեցու հետ, դուք ինչ կապ ունեք Աստծո հետ, որ դա չեք քննարկում ու քննադատում։ Ասել եմ, Նիկոլի Քպան ինձ համար քայլող պատեհապաշտների հավաքածու է շատ-շատերի, այնպիսի դեմքեր կան, որ լացս գալիս է, դրանց հետ մատաղ ուտելու էլ չի կարելի գնալ։ Բայց այնտեղ որտեղ դուք պիտի ձայն բարձրացնեք, չեք բարձրացնում, այնտեղ որտեղ իմաստ չունի, պետք է ազատելու, գնալ ինքնամաքրվան, ձայն չեք հանում։ Վայ 7 վերքը այսքանին դիմացավ, այս մի թուրքին էլ կդիմանա։ Հիմա ով է թուրք, եկեղեցու պատերի մեջ, սրան նրան բռնաբարելով, իրեն իշի տեղ դրած ապրելով, սիրելով, պաղծելով, ով է թուրքը, ինչու եք ձեզ այդպես պահում, ինչն է ձեզ խանգարում մի անգամ ձեզ թափթակ, այդ Գյումրին շկիտ հանրապետություն եք դարձրել, երևի պուճուր ժամանակ ֆիլմ եք տեսել, չգիտեմ ինչ եք ձեզ կոչում, Շիրակի թեմի տեր հայրեր, 88 թվականին ես 21 տարեկան էի, երբ երբ շարժը
տեղի ունեցավ։ Գիշերը հասել եմ այնտեղ։ Այնինչ ես տեսել եմ Գյումրիում ձեզանից շատերը չգիտեմ ուր են եղել։ Չգիտեմ, անկեղծ։ Գուցե անմարդկային պարզապես ձեր, որ ասում է, ալելուան եք արել շատերդ, որովհետև եթե հասկանայիք բնությունն ու էությունը, թե ինչ ստացանք, ձեզ այսօր այսպես չէիք պահի։ Ձերը, այսպես ասած 3 մանետ երևի գրպանը դնելն ու մի հոգեհանգիստ անելն է եղել։ Ցավով եմ դա ասում։ Իմ բազմաթիվ դպրոցներից սկսած երեխեքը մնացել էին պանել կոչվածների տակ։ Շենքերն այնքան վատ էին կառուցված կոմունիստ պապանների ժամանակ, որ քանդվեց ամբողջը։ Այսպես էին մահացած պարկած մարդիկ երեխեքը։ Ընդամենը փորձել էին պաշտպանվել իր գլխին ընկնող քարից, այսպես սառել ու չորացել էին։ Ես 21 տարեկան տղայի չգիտեի, այսօր էլ գիշերները վեր եմ թռչում, ում ոնց էինք անում, ում ինչ սրտացավությամբ ու չգիտեինք ինչ անեինք, ինչ ներքին լացով ու ոռնոցով ու խռովքով այդ ամեն ինչը, այդ օրերն անցկացրեցինք։ Վաղն էլ Գյումրու երկրաշարժի սպիտակի և Գյումրու ավերիչ երկրաշարժի հիշատակի օրն է։ Ձեզ ընդամենը հետաքրքրում է մի համբալի անուն կտան թե չեն տա, ով 100 անգամ պաղծել է եկեղեցին։ Բա այս մարդիկ, բա այս հոգիները հազարավոր, կհիշեք վաղ այդ մասին, չեք հիշի, չեք էլ հիշել, ընդամենը ժաշկից հետո շատ շատերը դառան փողատեր ու միլիոնատեր, ու դուք այդ փողատերերին օրհնելով շարունակեցիք ապրել, մինչև ուր եք այսպես պղծավարի գնալու, Գյումրու թեմ կլինի, չգիտեմ որտեղի թեմ կլինի, բա դուք չեք մտածում, որ այս ժողովուրդը մեղք է, այո ես դեմ եմ Նիկոլի պահվածքին։ Եթե ձերբակալում ես, այսքան պիղծ բաներ արած, այդ կաթողիկոսը ինչա, ձերբակալեք պրծեք, ձերբակալեք, բոլոր գործերը բացեք, դուք գիտեք այդ խողովակներով որտեղ ինչ է գնացել։ Ահացան գիտի, ես եղած տարիներն էլ հերիք են, ով ինչ է արել, ինչեր են ծախել, ինչեր են տարել, ինչեր են նվիրել, որտեղ տղա երեխային բերել է, որ կաթողիկոսը սիրի, եղել է թե չի եղել, այդ բոլորը դուք ինձնից լավ գիտեք, արագացրեք, արեք, խուզեք դրանց մորուքները, ռադարեք փողոցից, շպրտեք մի կողմ, ինչ եք օրական, անփառունակ ելույթներ ունենում, ես այսպես ասացի, ես այնպես, դո լավ է, հերիք է, հոգու այսպես էլ հոգրեցինք, այդ քայլող պատահականություններով, նրանք էլ իրենց պատեպատ են տալիս, պաշտպանում են, տեսեք, ինչ են արել Սերժենք Ռոբենք, այո, ինչ են արել, այդ գիտենք, որ Սերժենք Ռոբեն այդ չանեին, դուք այդտեղ չէիք լինի, տղաներ և աղջիկներ, բայց ձեր մեղքի բաժինն էլ կա և փոքր չի, ձեր օրոք Արցախը հանձնվեց, դուք հաշվարկ չարեցիք, դուք իշխանությունն ավելին սիրեցիք, քան հայրենիքը, հիմա չգիտեմ, ինչ կանեք, ինչ եք անում, բայց մի բան գիտեմ, դուք բոլորդ այնքան վախկոտ եք Նիկոլի գլխավորությամբ, որ ամեն ինչ կանեք, որպեսզի այս պետությունը հզորանա, որ հանկարծ ձեզ վնաս չլինի, գոնե այդքանով հանգիստ եմ, հերն էլ անիծած, հետո ցույց կտա ժամանակը, քանզի առաջիկա ընտրություններում նույն նախիրն է, նախկինների հանցախմբերը, ովքեր չգիտես իրենց ինչի տեղ դրած առաջադեմ ելույթներ ունենում, ինչի հաշվին եք ունենում, ինչ եք ուզում, և բնականաբար դատապարտված եք լինելու, իսկ նոր ուժեր դեռ չկան, կամ չկան այնքան, կամ չկան այն հավաքականությամբ, որ այս ժողովուրդը տեսնի և գնա ընտրության, առայժմ Նիկոլը թքելու է ձեր վրա, իր հաղթանակով, սա ես ցավով եմ ասում, ես չէի ուզենա, բայց ուրիշ տարբերակ դուք չեք թողել, դուք չթողեցիք այս ժողովրդին, այսքանը կհանդիպենք։